Արկաների գանձը երբեք չեն գտել այնտեղ, որտեղ դրանք փնտրում էին, որովհետև դրանք պատկանում են ոչ թե մաքուր հոգիներին, այլ նրանց, ովքեր կարողանում են շրջել իրականություն։ Ինչպես լուսինը, որն արտացոլում է ուրիշի լույսը։ Վերջին փարավոնը ասում են իր գանձերը թաքցրել է բրոնզե կենդանու սրտում, թողնելով այն նրանց, ովքեր կարողանում են թաքնել իրենց իսկ ստվերում։ Այստեղ ճշմարտությունը հաճախ կմնա անասը, խորամանկությունը կհնչի նրա ձայնով։ Այսօր 10 մասնակից կանգնած են խաղի սահմանին։ Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ եկել է հաջողությունը վերցնելու, բայց նրանցից եւ ոչ ոք չի կարող վերցնել այդ հաջողությունը մաքուր ձեռքերով։ Նրանք կնայեն միմյանց աչքերի առանց վստահելու մեկը մյուսին, կխոսեն թաքցնելով ճշմարտությունը, կժպտան այդ ժպիտը դարձնելով լոկ բահար։ Եվ այսօր, երբ արևի վերջին շողը կդիպչի բրոնզե կենդանուն, նրանցից մեկն իր մեջ կարդացնի փարավոնի ձայնը, մյուսները կփորձեն բացահայտել նրան մութ լույսերի եւ խաբուսիկ ճշմարտությունների միջով։ Բայց այստեղ ամեն մի բացահայտում նոր ծածկագիր է, ամեն մի հաղթանակ հոգում մի կաթիլ ավել մթություն։ Երկնքից նայող արևն այսօր կանգ է առել մուլտիգրանդ փարավոն հյուրանոցի վրա։ Այստեղ շքեղության եւ լռության այս ներդաշնակության մեջ 10 ընտրյալներ կբացեն իրենց ճակատագրի դռները։ Նրանք ժամանել են չիմանալով, որ հենց այստեղ ներսում նրանց սպասվում է ոչ թե հանգիստ, այլ փորձություն։ 10 մարդ, 10 տարբեր ճակատագիր, մեկ նպատակ՝ դառնալ փարավոնի ժառանգը եւ վերցնել 3 միլիոն դրամ մրցանակ։ Աթենքի Prime Set-ը համատեղում է եվրոպական ավանդական մսամթերքի տեսակներն ու հայկական համային նախապատվությունները։ Աթենքի Prime Set-ը մսամթերք նվիրելու մշակույթ է բերում։ Յուրաքանչյուր ճանապարհ ունի իր խորհրդանիշը։ Ոմանք հասնեն լույսին, մյուսները պատրանքին։ Բայց նույնիսկ պատրանքը երբեմն ավելի գեղեցիկ է, քան ճշմարտությունը։ 13 տարի ռենտքարը պահում է շարժման թագավորությունը, իր ճանապարհը գծելով ճշգրտության եւ շքեղության վրա։ Նրանց շքեղ մեքենաները ծառայում են նրանց համար, ովքեր գիտեն ինչ է ընտրված լինելը։ Հասնենք։ Իսկականին շատ հետաքրքիր տեղ է, ոչ մի անգամ չի եղել, ճիշտ ասեմ։ Երկու մասնակիցներ արդեն ստեղ են։ Կինո աստեղ էի զգում, որ այդ մեքենայով եկանք, շամպայնով, մրգերով դիմավորեցին։ Սկսենք առաջին մասնակցից Արտակից, ճիշտ եմ անում։ Դաժե սխալ եմ հիշում Արտուր այդտեղ անում։ Արտուրը սիմպաթիաս ամենաշատը Արտուրի հետ է բռնում։ Սուտ խոսելը իմ համար մի քիչ բարդություն է, քանի որ ես շատ անկեղծ ու շատ շփվող մարդ եմ, շատ պոզիտիվ մարդ եմ։ Ես երևի ավելի շատ կփորձեմ հումորներով թաքցնել ինչ-որ մի բանը։ Ինչ ակնկալիք ունես։ Շտապում եմ ծանոթանալ։ Նախագիծ գալով, որպես այդպիսին ստրատեգիա, որ ասեմ, գծել եմ, սուտ կլինի, ավելի շատ երևի հիմքը դնելու եմ մասնագիտական հմտություններիս վրա, քանի որ
եթե դերասանը կարողանում է խաբել իր հանդիսատեսին, այս պարագայում նաև իրեն շրջապատող մարդկանց այդքանով իսկ ըստ իս կստացվի իմ գործունեությունը։ Mesela ծնունդս է։ Լուրջ ես, Շնորհակալություն։ Իսկ մը շատ sense ճոխ հարմար ծնունդ է բրան։ կամեն հակառակը։ Դեսօր իմ ծնունդն է, մտածում էի մասնակցելու եւ չմասնակցելու մասին, որտեղ ուրիշ պլաններ ունեի, բայց մտածեցի թողես մի տարին էլ այսպես անցնի։ Ես ամեն դեպքում տրամադրված եմ այնպես, որ այս օրի ընթացքում շահարկեմ իմ ծնունդի փաստը, որտեղ ես եկել եմ նվերի հետևից, հենց ասած։ Նախագծի մասնակիցներից ճանաչում էի Ռաֆին, հենց ավտոյից իջա, տեսա Ռաֆնա, դե չգիտեի ով է մասնակիցներից ովքեր են, հենց Ռաֆին տեսա, ասի վայ яра։ Օրա Ռաֆո չէի ուզում քեզ տենա այստեղ ես։ Հիմա մեզ լավ օր են սպասում, հա, այստեղ։ Սիրտը շահելու համար նա ինձ սեղան եմ գցել։ Ինձ ավելի շատ անհանգստացում է այն փաստը, որ շատ-շատերը եթե ինձ իրական կյանքում չգիտեն ու հիմնված են ավելի շատ էկրաններից այն կողմ Ռաֆի ճանաչելու վրա, այդ դեպքում այդքան էլ վստահելի մարդ չեմ։ Նախկին պրոյեկտում ով տեսրա քիչ շատից գիտեն իմ Ռաֆի կոնֆլիկտի մասին, չեմ էլ ուզում խոսամ դրա մասին, հուսով եմ ստեղ ամեն ինչ լավ կլինի, ամեն դեպքում իրարից նեղացած չենք, իրարից լավ ենք։ Արի ես վեր։ Չէ, չեմ մոռացել։ Ձեր դեմքին սանոթ ա ոնց որ Բարև ձեզ։ Ես Գուրգենն եմ, բարև ձեզ։ Ինչ արիթով եք հավաքվել։ Գիտեք, այսօր իմ ծնունդն է, կարանք մի հատ Ես շնորհակալ եմ, որ հավաքվել եք այսպես ինձ համար։ Դուք չներկայացաք ձերան։ Իմ անունը Պապին է։ Պապին, ես Լիանան եմ։ Հետարքիր է, որ մեզ հետ կան տարիքով մեծ կին, ոնց որ հետարքիր կլինի փորձառությունը իր հետ։ Չգիտեմ ոնց կստացվի, դժվար կլինի կարծում եմ իրան ոնց որ վերաբերվել նենց ոնց որ մեր տարիքակիցներին։ Ես եմ մի քիչ ընկճվում, որովհետև թիմի մեջի տարիքով ամենամեծը ես եմ։ Իրանց նախասիրությունները իմը մի քիչ տարբեր են, էլի։ Ես հլա են հին սովետի մարդ եմ։ Նրանք դեռ չեն պատկերացնում, որ ամեն ժպիտը կարող է դառնալ դավադրություն, իսկ ամեն ձեռքսեղմումը փորձություն։ Առհասարակ կյանքում որպես բնավորություն թաքցնել ու ստել չեմ կարողանում, բայց որ գիտեմ խաղա ու դա կարա ինձ հաղթանակ բերի, ես ինչ որ մի կերպ կարողանում եմ, հա, մտնեմ այդ դերի մեջ։ Իլոնա Նուրբեկյան, խաղի ամենահավասարակշռված հոգին։ Նրա հավատը սիրո մեջ է։ Ես շատ եմ սիրում այս կյանքը ու կարելի ասել վայելում եմ ամեն վայրկյանը, ամեն պահը։ Ունեմ շատ հոբիներ, ինձ ամեն ինչ հետաքրքիր է այս կյանքում եւ փորձում եմ ինչքան հնարավոր է բառ ապրել։ Ցանկանում եմ ունենալ գեղեցիկ ընտանիք, քանի որ կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար, չնայած դա սուբյեկտիվ կարծիքն է, եզրակետը դա է։ Ես այնքան երջանիկ եմ, որ ես ծնվել եմ աղջիկ, կին, ու ինձ թվում է ես եթե ունենայի երկրորդ, երրորդ, չորրորդ շանսերը, մեկը կծնվեի աղջիկ։ Իմ շրջապատում բոլորն են ասում, ընկերուհիներս, տենց հերախսի մեջ գրանցված աթիքի Զիլոնա կամ եւ այլն, չգիտեմ, այս աղջիկական ամեն ինչը ինձ շատ ատուր գալիս ու իսկապես ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց այս ամենին։ Իլոնան նայում է մարդկանց որպես բնավորության հանելուկների եւ գիտի, երբեմն անգամ դավաճանությունը կարող է պատմել ճշմարտությունը։ Ցանկանում եմ հաղթել, որքան հնարավոր է շատ մասնակցել, հասնել մինչև եզրափակիչով ու ապրել հետաքրքիր օրեր։ Իմ կարծիքով այս թեստը կոնկրետ շատ համապատասխան է իմ մարմնին, ընդգծելով առավելություններս եւ լինելով դասական երեկոյան հետաքրքիր։ Ինձ թվում է կառանձնանամ բոլորից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մերսի։ Բարև ձեզ։ Ինչպեսի ջենտլմեն։ Cheers։ Բրավ։ Բարև ձեզ։ Հաճելի է շատ աշոտ ջան։ Դե մեկ էլ Իլոնան ինձ նա ոչինչ չկասելու։ Եկավ, բոլորը թեքվեցին։ Եվ այդպես։ Մեծ կթեքվի կգնա, ոչինչ, բան չկա։ Եկեք խմենք մեր բոլորից համար։ Արդեն շլացել էի։ Դե ծանոթության համար։ Երեկո խաղի կենացը։ Մի հատ ձեր անունը հիշացնեք։ Աշոտ Իլոնա։ Տղաներից մի հատ տղա կա, անունը չեմ հիշում հիմա, բայց շատ տարօրինակ է, ինձ թվում է ինքը ասենց իր գլխի վերևից մեծ հարցական է դրա։ Խոսացնում են շատ, ուզում են բան իմանան ավել, բայց դժվար է իմանալ ինձանից էլ։ Փորձում եմ քիչ մտնել կոնտակտի մեջ իրանց հետ, էլի։
Բայց շոկում որից հետո է ոնց են անում, որն է ճիշտ, որն է սխալ։ Այդ պերսոնան ինքը վտանգավոր գոտում է իմ համար հիմա, որովհետև չխոսացող մարդը իմ համար, դա ոչ թե առեղծված այն մարդն է, այլ մարդը, որ կուզենա թաքցնի, կուզենա մնացածին ուշադիր նայի։ Աշոտ ջան, ձեզ էլ ասեմ, այսօր իմ ծնունդն է, Իլոնա ջան, Աշոտ ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Աշոտ ջան։ Արտուր, Բարի գալուս։ Ռաֆայել, Ռաֆ։ Բացգույնի աչքերով մարդկան շատ հեշտ չեմ վստահում։ Այդ իմ մոտ չգիտեմ ինչից է։ Անկեղծ ասած, բոլորին այսօր առաջին անգամ եմ հանդիպել Instagram-ներում երբեք իրանցից ոչ մեկին չեմ տեսել, իմ համար բոլորը մաքսիմալ հնարավորինս նոր մարդիկ են։ Շատ մեծ տպավորություն թողեց իմ վրա Ռաֆոն, որտեղ ինքը շատ գերակտիվ մարդ է, միշտ փորձում է բոլորին մի ձև խոսացնի, ինչ-որ ինֆորմացիա ստանա մեզանից, որ կարող է կարողանա օգտագործի հետո, կարող է դա ուղղակի իր մարդ տեսակն է։ Շատ հետաքրքիր կերպար նաև Իլոնան է, որտեվ շատ սիրուն աղջիկ է, որ ինքը գրավում է իր տեսքով, բայց ձեռի հետ ինքը շատ խելացի աղջիկ է, որ մի քիչ այդ ստերեոտիպ ջարդող կերպարներից է ինքը, որը հələ կարա շատ մեծ ու ուժեղ սկիլեր ցույց տա այս պրոյեկտի շրջանակներում։ Երեխեք, ես ինչ մանիտոր է։ ինչ աղել։ Հաստատ մեզ ինչ-որ բան են ասելու։ Welcome, dear guests. Our journey gonna start now. Բարի գալուստ խաղի տիրույթ։ Մեզ սպասվում է գեղեցիկ, բայց ոչ սովորական ընթացք։ Զգոն եղեք, ուշադիր նայեք միմյանց։ Նկատեցիք։ Արդեն ամեն մի հայացքի հետևում կա մի մտադրություն։ Ամեն ժպիտ ունի մի գաղտնիք։ Եվ հիշեք, որտեղ սկսվում է խաղը, այնտեղ ոչինչ պատահական չի լինում։ Կհանդիպենք։ Տեսնենք։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում։ Ո վերջում հաղթեց։ Բոլորին խինկալի ապացուցալի։ Ավելելու բան չունեմ, չին, խմենք բոլորիս համար։ Խմենք ծանոթության համար եւ մաղթում եմ բոլորիս բարի խաղ։ Ես հիմա շատ ոգևորված եմ, քանի որ չգիտեմ ինձ ինչ է սպասվելու ու մյուս խաղընկերներին, բայց համոզված եմ, որ շատ հետաքրքիր է լինելու թե հեռուստադիտողի համար, թե առավել եւս որպես մեզ մասնակիցների համար։ Այնպես որ բոլորին մաղթում եմ էմոցիաներով լի ու անմոռանալի օրեր։ Հարավոնի ժառանգության 10 հավաքնորդներն այստեղ են մրցելու, միմյանց փորձելու, ստուգելու, թե ով ունի այն, ինչ պետք է իրական ժառանգ լինելու համար։ 8 շաբաթ անընդմեջ լարվածություն, դավադրություններ, հույսեր եւ հիասթափություններ։ 8 շաբաթ, որտեղ ամեն ժպիտ կարող է թաքցնել սուտը, իսկ ամեն լռություն մի վտանգ։ Հենց հիմա այս փորձության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կհասկանա, որքան թանկ է այն, ինչ փնտրում են։ Ոմանք կգտնեն իրենց ճակատագիրը, մյուսները ուրիշի։ Բարի երեկո եւ բարի գալուստ։ Սա առաջիկա շաբաթներին կլինի ձեր ապաստանի վայրը։ Այստեղ ամեն մի նշան ունի իր նշանակությունը եւ այստեղ ոչինչ պատահական չէ։ Բայց ես մի բան գիտեմ հաստատ, որ այս գիշեր մենք կիմանանք, թե ով է լինելու հարավոնի ժառանգը, բայց թե ով է նա, ցույց կտա խաղը։ Ռաֆայել։ Ես եմ։ Ես լսել եմ, որ դու այսօր արդեն հասցրել ես շատ խոսել։ Չես կարծում, որ դա քո մրցակիցներին գուցե կտրամադրի քո դեմ։ Ես իմ տեսակին չեմ դավաճանում։ Եթե պետք է տրամադրի, թող տրամադրի։ Հասկացա դու։ Վստահորեն։ Իսկ դրա մեջ ինչ-որ մարտավարություն կա։ Քավլիցի ընդհանրապես։ Էլեն։ Ոնց անցնում։ Առաջին ժամերը։ Ես քնչ։ Էլ Արտուր գիտեմ, որ դու էլ շատ քիչ ես խոսել։ Էլի կան մարդիկ, ովքեր քիչ են խոսել, կանրադառնանք դեռ։ Ես շատ հաճելի մեղրագույն տրամադրվածությամբ եմ, շատ հաճելի։ Որոշել եմ սենց տակտիկայով շարժվեմ։ Ես իմ համար դուրս եմ բերել մի քանի հոգի, որ այն տակտիկայով գնամ, որ հասկանամ ով է փառավոնի ժառանգը, բայց իրան դուրս չհանամ։
որ հանեմ նրանց, իրանից ես պետք է վտանգ ակնկալեմ։ Ես այդ մարդկանց վրա եմ հիմնվելու։ Եկեք ծափարենք Պապինին։ Շնորհավորենք նրա ծննդյան օրը։ Պապին մտածում էր, որ ծնունդդ այսպես կընթանա։ Չէ, բայց ինձ հլվոր դու ա գալի ամեն ինչ։ Ծննդյան նվերը բաղձալի 3 միլիոն։ Այո, ինչ է։ Հուսանք, Պապին։ Ես գիտեմ, որ այստեղ մարդիկ կան, ովքեր բաց աչքերով մարդկանց հետ այդքան էլ լավ չեն, օրինակ կանաչ, կապույտ։ Ով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ խնդիր կա մեր հետ։ Իլոնա, այստեղ դրված կենդանիները ձեզ ինչ-որ բան հուշում են արդեն։ Կրաում եք մոտավորապես ինչ է սպասվում ձեզ։ Դե սիմվոլիկան ինձ թվում է ամեն մեկս ինքներս ենք որոշում։ Աշոտ, դուք երևի ամենալուրն եք մեր 10 մասնակիցներից, եղել ամբողջ օրվա ընթացքում։ Այդ մարտավարությունը ինչ-որ Իրական տեսակ չի, ես ում վաղը բարձ լինի արդեն թե ինչ ձև եմ իրական։ Հասկացա։ Այսօր փորձել ես հետևել։ Այսօր հանգիստ եմ։ Թե ով Ռաֆ տես Ռաֆ։ Ես ձեն չեմ անել։ Բարև ձեզ։ Ես շատ սիրում եմ ձեր Instagram-յան տեսանյութերը։ Ինչպես եք։ Լավ, ո՞նց ես։ Լավ։ Բլոգերները լիքը փող են աշխատում։ Չեմ կարծում, որ 3 միլիոնի հետևից ես եկել, չէ։ Ուղղակի այսօր ակտուալ է այդ թեման բլոգերների փող աշխատելու զուտ։ Բաղի եթե քիչ չի։ Միանշանակ։ Ես գիտեմ, որ Ռաֆոն քեզ այս կյանքի ընթացքում շատ վատ վերաբերմունք արդեն հասցրել է ցույց տալ։ Մտածում ես, որ սա ճիշտ տեղն է ռևանշի, թե դու ռևանշիստ չես։ Չէ, ներասած շնրատորից, բայց եթե պետք է մի մրցել իրական, պետք է մրցեմ։ Ես դու պատմեմ ես Ռաֆոն ինչարի, ես ուրախ պատմեմ, բլոգի մեջ էին վախեցած են Ռաֆորից։ Տիկինյանը ոնց եք։ Սուպեր։ Այսքան սիրուն ջահելների մեջ ոնց պետք է լինի։ Ինչ կասեք երիտասարդության մասին այսօրվա։ Հիանում եմ։ Ինչ եկել եմ, հիանում եմ։ Ամեն մեկից մի բան եմ ուզում սովորել, միշտ չի որ պետքա ջահելները մեծերից սովորեն։ Իսկ կարծում եք հեշտ կլինի հաղթել նրանց։ Մինչև հիմա մենակ դժվարություն տեսա։ Որ շատ բարդ է այս ամեն ինչը, կարծում եմ այնքան հեշտ է։ Կարծում եմ դուք դեռ չեք էլ պատկերացնում, թե ինչքան ավելի բարդ է լինելու այս ամենը։ Արդեն գուշակում եմ։ Ես ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Այսօր միակ օրն է, որ մենք կդինենք 10 մասնակիցների հետ, հաջորդ շաբաթ ձեզնից մեկին արդեն պիտի հաջողություն ասենք։ Շատ լավ, հիմա անցնենք կենդանիներին։ Արքաների երկրում ամեն մարդ ուներ իր պահապան կենդանի, տոտեմը։ Տոտեմին չեք ընտրում դուք, այն կընտրի ձեզ, եւ այն կլինի ձեր ճակատագրի հաջողության հայելին։ Եթե լավ լինեք նրա հետ, այն կուղեկցի ձեզ միշտ։ Եթե խաբեք նրան, կդառնա ձեր ստվերը։ Հիմա ինձ կմիանա իմ օգնականը, Քլեսիա։ Սկսենք կռունկից։ Կռունկ բարձրացնող թռիչք։ Շուն, հավատարմություն եւ գաղտնիք։ Այն երբեմն կգա ձեզ հետ մինչև վերջին կետը։ Ճպուր, պաշտպան, արագություն եւ շրջադարձ։ Մողես, վերածնունդ եւ դիմացկունություն։ Նապաստակ, ճկունություն եւ արագություն։ Վիշապ, փոխակերպում, ուժ, աստվածային հրդեհ։ Միաժամանակ եւ բուժող եւ այրող։ Վագր, կրակ եւ հպարտություն։ Նրա սիրտը միշտ այրվում է։ Բու, իմաստություն եւ կանխատեսում։ Օծ, գայթակղություն եւ գիտելիք։ Եվ վերջում, ուխտ, համբերություն եւ ճանապարհի ընկեր։ Հիմա իմ օգնականը ձեզ կմոտեցնի ձեր տոտեմները եւ տեսնենք թե ում ինչ բաժին կհասնի։ Ինչպես արդեն ասացի, դուք չեք ընտրելու նրանց։ Տոտեմների ընթացքը, ասում ինչ որ հատուկ ինձ էներգիա տվել, փորձել եմ գուշակել, չէ։ Հենց առաջինը ինձ ընկավ, առաջինն եք, չէ՞։ Կռունկներ առաջինը եւ այո, հենց ձեզ բաժնին հասավ։ Նման եք։ Կան ընդհանուր բաներ, թռիչք, ազատություն, տեսնենք ինչ կբերենք ինձ։ Հուսամ կճախրեք առաջիկա շաբաթներին այստեղ։ Ես գոհ եմ իմ ընտրությունից։ Հրաշալի։ Արտուր։
Վագր։ Քեզ վագրիկս հետ չեն ասել արդյոք։ Շատ շուտվանից վագրիկս ինձ չեն ասել։ Իրականում շատ մեծ հույսեր ունեի, որ կռունկի տոտեմչիկը կլինի իմը, որտեվ ես տենց թռչունների հետ շատ կապված մարդ եմ, էլի։ Թևեր ունենալ, թռչել, մտքերով վայելել։ Տեսնենք հույս ունենենք ինքը ինձ կտա իր կենցանի ուժը հաղթելու համար։ Քեզ հաջողություն եմ ախ։ Մերսի։ Էլեն։ Էլենը ուծի համար է պայքարում։ Արի հելը արի։ Օծ։ Էլեն, տենց վախացար օծի։ Հա, բա ինչ ընդհանուր գծեր կան։ Օծի հետ ես իմաստուն եմ։ Չէ, ասա։ Չէ, իրական։ Օծի լեզուն է։ Իմ համար ինտրիգեր օծի հայտնվելը, որտեղ տենց միշտ մարտով որ վերցնում է օծի ինչ-որ խաղալիք տեսք ֆիգուր կա ու ուրախանում է դրանից, էդի մարդա, ով ունի օծի լեզու ու ինքը մի քիչ վտանգավոր է։ Պապին։ Այո։ Պապին այսօր ծնունդ է, տեսնենք քեզ ինչ բաժին կհասնի։ Ես հենց դա ուզում եմ։ Տեսնենք ինչ դուրս կգա։ Շուն։ Ահա։ Պապին, ես գիտեմ, որ դու լավ ընկեր ես, ընդհանուր ընկերներ ունենք։ Ես հենց դրա մասին ուզում եմ ասել, լավ էր։ Այսօր, քանի որ իմ ծնունդն է, ասենց ասեմ, ինձ շատ են շնորհավորանքներ գրել ու ես ոնց որ իմ ծնունդի շնորհավորանքների մեջից հանում եմ, թե որ բառն է, որ ամենաշատը ինձ ասում են, ու այսօր շատ են ասել, որ ես լավ ընկեր եմ։ Մեծամտություն շատ են ասել շունը։ Ոչ, մեծամտություն չի ինչի, բայց ես նույնպես ինձ համարում եմ լավ ընկեր ու ես նույնպես քանի որ շուն եմ պահում, գիտեմ թե ինչ է նշանակում հավատարիմ լինել։ Գիտեմ թե ինչ է նշանակում հավատարիմ լինել, հավատարիմ կլինեմ իմ ընկերներին, բայց պետք տեղած տեղը կարող եմ նաև գծել։ Այո, էլի։ Չէ, քեզ բայց ճիշտ է։ Գներեք էլի հստակ։ Ուրախ ես պապին։ Այո, շատ ուրախ եմ։ հասավ շուն։ Բավական է։ Այո։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն շատ։ Հասանք գեղեցկուի Սոֆիին։ Սոֆի։ Բզես։ Ճպուր, պաշտպան, արագություն, շրջադարձ։ Ինչ որ առումով համապատասխանում է ինձ, արագության առումով, պաշտպանի առումով գուցե, բայց ոչ մի անգամ մտքովս չի անցել, որ ես կարող եմ ինչ որ ճպուրի հետ առնչություն ունենամ։ Շնորհակալ եմ։ Տիկինյանն։ Մողեսիկ։ Մողեսը ձեզ բաժին հասավ։ Ինչ կասեք, ինչ ընդհանուր գծեր ունեք այն բնութագրի հետ, որ սկզբից տվեցինք Մողեսին։ Դե ափսոս կենթանի չի, փոքր ժամանակ Մողեսի պոչից բռնում էինք, պոչը թողում փախնում էր, ասում էին գրպանը դիր փող կբերի, հույսով էր միլիոնը ինձ է բերելու։ Բայց ավելի լավ էր Էլենի օծը ինձ ընկներ։ Թեսեր շատ կուրախանար։ Էլի սողունների ընտանիքից է ամեն դեպքում Տիկինյանն, կարծում ձեր փեսան մի քիչ գող կմնա ամեն դեպքում։ Դե զոքանչները օծություն են, չի ան։ Ձեզ հաջողություն եմ բացել։ Մերսի շատ, դուրս եկավ շատ, ուրախ եմ։ Շատ։ Ռաֆ։ Կատողն եմ գնալու իրան։ Վիշապ։ Վիշապ բաժին հասավ Ռաֆին։ Վաու։ Հերո չի ինձանից։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալություն շատ։ Իլոնա։ Ինչ կուզեիր քեզ ընկներ Իլոնա։ Որն էլ լինի կաշխատի։ Մի րոպե։ Աշխատացնողից է, այո։ Լավ, արի։ Я самый грязный заяц. Նապաստակ։ Ինչ կասես Իլոնա, ինչ ընդհանրություններ ունես։ Նապաստակի հետ։ Դե երկուսս էլ քյութ ենք։ Բայց մի քիչ պատմեմ։ Ուրեմն երբ որ ես օծ էի պահում, այդ ժամանակվանից սկսեցի մի ուրիշ կերպ մոտենալ Լավ սկսեցիր, բայց շատ սովորական էր, որ դու օծ էիր պահում։ Ասեմ, կենթանական աշխարհի հետ մի ուրիշ կապ ստեղծեցի ու հիմա ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ ոչ մի մասնիկի Արարատի հետ կենթանական աշխարհում։ Իմ կարծիքով շատ ուրիշ է իմ մոտ, զգում ենք իրար։ Քեզ հաջողություն եմ մաղթում, Իլոնա։ Աշոտ։ Ամնաբատքուն, ինչ ընկավ։ Դուք քեզ մնաց վերջին։ Շնորհակալ եմ ընտրության համար։ Ես ասել էի, որ դուք չեք ընտրում, նրանք են։ Իրան էլ չթողեցիք ընտրություն։ Բու։ Աշոտ ինչ կասես։ Բու իմ այսօր շատ լուր ես եղել։ Կարող ենք ասել, որ Ձևուն էլ ալուր իրականում, բայց շատ սիրուն է ինքը տեսքով։ Բռնել էի բանը, ուխտը, բայց վերջին թողեցի ուխտը,
ուրիշ բան անեցի ու բուն եկավ։ Ես միշտ որ ինչ մտեմ մտնում եմ, միշտ սենց է աշկերել 360-ի ավտոմատ դառնում ու բունից թվում է տենց ռանդոմ չէ էլի որ գավ ինձ։ Բունը լաշոտի պես լուր։ Իրական սենց չեմ եղել երբևէ հանգիստ։ Դե բնավորությունն է փոխվել, ես եմ ինքս մեջ փոխել բնավորությունս։ Ավելի կոպիտ է բառերս հնչելի, քան մարդկանց հետ վիրավորել եմ էլի բառերով, բայլաձևով էլի։ Ինքս վրա փորձում եմ աշխատեմ, որ փոխվեմ, ու հիմա հանգիստ եմ, խաղաղության մեջ եմ հայտնվել։ Գուկ, քեզ բաժինն է հասել, ես արդեն հիշում եմ։ Բայց իրոք ինքը ընտրեց ինձ, չէ՞։ Տես, տես։ Լիդերություն։ Դե, ուխտը հիշում ես իր մասին։ Հավասարակշռված, երկար ճանապարհ գնացող, համբերատար։ Ինչպիսին ես դու, Գուրգեն։ Դե ճանապարհ գնացող եմ, բայց համբերատար չեմ։ Համբերատար չես։ Սենց ասեմ հիմա կուզեմ իմանամ արդեն ով է հաղթելու։ Ինձ ասեք ես գնամ։ Ասեք, նստեմ գնա։ Չէ, ուրախ եմ, օքեյ։ Բայց համբերատարությունը երևի այս խաղում պետք կգար քեզ։ Այնպես որ իզուր չէ որ քեզ։ Կարող ձեռք բերեմ ստեղ։ Ուխտի տոտեմը բաժին հասավ։ Վագրա մեկին ընկեր, մեկը ճարպիկա, մեկին իմաստուն է բան ու ինձ պրոստը ուխտ անգե, որը զուտ կարա թքի, ուրիշ բան չի կարանի։ Ձեզ բաժին ասած խորհրդանիշը ձեր ուղեցույցն է դեպի տուփը, որտեղ թաքնված է փարավոնի գաղտնիքը։ Այն գուցե ձեզ տանի դեպի հաղթանակ, գուցե տանի դեպի դատարկություն։ Հաջողություն եմ ձեր մաղթում։ Տոտեմների պահը եկավ, աշխուժություն սկսվեց մասնակիցների մեջ, իսկապես ամեն մեկի տոտեմը իրան կուորթի մինչև վերջ։ Հիմա երբ ձեր տոտեմը գտել է ձեզ, ժամանակն է հասկանալու, թե որտեղ է թաքնված ձեր ճակատագիրը։ Տաճարի տարածքում մենք ունենք 10 տուփեր, որոնցից մեկում թաքնված է փարավոնի գաղտնիքը։ Մյուսները դատարկ են կամ լի են փորձություններով։ Լսեք ձեր նշանին եւ նա ձեզ կտանի ճիշտ ուղղությամբ։ Հավատացեք դրան։ Եվ թող ձեր ճանապարհը բացի ճշմարտությունը։ Քանի որ հիմա գալու է այդ ամենակարևոր պահը, մի քիչ լարված եմ, բայց այնքան ջերմ մթնոլորտ է, որ մոռացել եմ որակել եմ խաղի մասնակցեմ, որ ստեղ պայքար է, որովհետև սենց ուղղակի վայելում եմ, բոլորը այնքան հումորով են, սենց այնքան հավես ասում, որ պահի տակ այն նոր հիշեցի, որ հիմա ինչ որ մրցույթ է լինելու, ինչ որ մրցում պայքար է լինելու, ու ինչ որ տենց հա, լարվածություն դե կա։ Ես կորցնում եմ մաշկս, որպեսզի պահեմ կյանքս։ Մտածեք։ Գուրգեն։ Ես տանում եմ լռությունը իմ մեջ, միջև տեսնեմ նոր հորիզոնը։ Այնտեղ, որտեղ քամին տեսնում է հեռուն։ Քո ճշմարտությունը թաքնված է մահացած լույսերի ստվերում։ Իմ սիրտը կրակ է, բայց հանգչում է ջրի հայելու վրա։ Շատ հեշտ է, շուրգուն։ Ես առաջինն եմ լսում վտանգը, բայց երբեք չեմ փախչում։ Այդքան էլ հեշտ չէր, չէ՞։ Այնտեղ, որտեղ կրակը քնում է մետաղի մեջ։ Ես խոտերի մեջ եմ։ Ջուրը պահում է այն, ինչ մարդը չի տեսնում։ Համարյա խոտերոտ է, դա։ Իմ աշկերը տեսնում են լույսը այստեղ, որտեղ դուք դեռ մթության եք տեսնում։ Արևը բարձրանում է ամեն առավոտ, բայց միայն ես գիտեմ, թե որտեղ է այն թաքնվում գիշերը։ Պարզ չէ։ Հուսամ այս հուշումները ձեզ մի փոքր կօգնեն, որպեսզի գտնեք ձեր ճիշտ արկղը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, մենք սկսում ենք։ Գնացինք։ Գուցե նրանց պետք է քարտեզ, ոչ թե գանձ, իրենց իսկ մտքերի համար։ Լավ նայեք նրան։ Թվում է, թե ոչինչ չի տեսնում, բայց ամենամոտը նա է կանգնած ճշմարտությանը։ Չնայած խաղում ասում են հաղթում է ոչ թե նա, ով վստահ է, այլ նա, ով երբեք չի դադարում կասկածել։ Ինչպես մեր գործընկերը, վեգան, կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Հիմա նրանք բոլորը իրենց լաբիրինթոսում են, իսկ ես դիտում եմ նրանց ինչպես փարավոնը, վերևից։ Շատ դժվար է իրականում, չեմ պատկերացնում, որտեղ կարա լինի։ Պետք է խառը նայել։ Հուսամ շուտ կգտնեմ։ Եթե ճիշտ եմ հիշում, ես պահում եմ լռությունը իմ մեջ, միջև երևա նոր հորիզոնը։ Ծառի տակ պետք է լինի։
Ես փոխում եմ մաշկս, որպեսզի փրկեմ կյանքս։ Քանի որ ես հորոսկոպով ձուկ եմ ու իմ հիշողությունը սահմանափակ է 6 վայրկյանով, մի շատ հիասքանչ չեմ հիշում իմ հանելուկը, բայց որտեղ որ վառվում էր սրտիս կրակը, այնտեղ նա հանգչում էր ջրի հայելուն։ Բայթում տենց էր։ Ինձ թվում է դա ֆանտանի լույսն է։ Մեռած լույսերի ստվերում պետք է մանգանք։ Կարծում եմ պիտի ինչ-որ հանգած լույս լինի ու դրա ստվերում։ Չնայած եթե լույսը հանգացա ոնց պետք է ստվեր լինի, բայց բոլոր դեպքերում կարծում եմ տենց ինչ-որ բան է։ Ուրեմն իմ հուշումը սենց էր, այնինչ պահում է ջուրը, մարդը չի տեսնում։ Իսկ ինքը մաքսիմում հուշում էր, որովհետև ջուրը պահում է, այս հատվածում ջուրը կա մենակ շատրվանների մոտ։ Ոնց կամ օգտվում լույսից։ Տարարարարա։ Այնտեղ ինչ է։ Այնտեղ որտեղ կարակը հանգչում է երկաթում։ Լոգիկան եթե նայենք, որ կրակը կարա լինի լույսի տեսքով, հետևաբար կարա լինի ինչ-որ լույսի ստոլբայի տակ։ Մինչ նրանք մթության մեջ փնտրում են իրենց հաջողությունը, ես կվայելեմ իմ պարզ հաճույքը, սուրճը։ Ասում են որոշ գաղտնիքներ ավելի հեշտ են բացվում, երբ դու ոչինչ չես փնտրում։ Տարիների կյանքի փորձը ցույց է տալիս, որ փողը կարող է փչացնել մարդը։ Էս իմը չի։ Բոլորիս շրջապատում էլ ինձ թվում է եղել են նման դեպքեր, մոտիկ մարդիկ, ընկերուհի կարևոր չի, որ գործերը մի քիչ լավ չի, քո գործը մի քիչ իրանից լավ է, շատ լավ հարաբերությունների մեջ ես լինում, հենց իրանց գործերը մի քիչ լավանում է, քոնը մի քիչ վատացավ, կամաց հետ ենք հաշվում, մոռանում են քո արածը։ Չեմ կարծում, որ երկրորդ, երրորդ հարկ կդնեին շատրվանի։ Ահա, օրինակ սրա մի լույսը հանգած է։ Բայց եթե ստեղ լիներ, ակնհայտ կլիներ։ Լավ, մի հատ տեսնենք որտեղ ուրիշ լույս կա։ Ինձ խնդրում որ ծառի վրա է լինելու, ինչ որ տենց բարձր տեղ ուրիշ ոչ մի տեղ չկա որ։ Արա դες մտին։ Էս ինչ եք անում։ Այ քեզ բան, բա գիտեիր հեշտ, այ Լոնա ջան։ Հա։ Եթե այսօրվա արարողության վերջում իմանամ, որ փարավոնի ժառանգը ես եմ, մի քիչ կտխրեմ, որովհետև ես ավելի շատ սիրում եմ խաղալ որպես լավ կարմիր խաղացող ու գտնել որսալ որսին, քան հենց ինքս լինեմ որսի, այսպես ասած, կարգավիճակում, չգիտեմ ինչքանով կստացվի, ոնց կստացվի, բայց ամեն դեպքում խաղաքարտերը ոնց դասավորվեն։ Այ, որտեղ է։ Կեսելի մչի։ Չգիտեմ, ինչ որ միջև լույս, մանգամ, չգտնեմ։ Չեմ հավատում։ Ասենք։ Что это? Что? Խի։ Էմա շատ վատն է, էլի սմազեք ուրիշ տեղ։ Պահեմ վաբշե չգտնեն։ Պլան B։ Բույա, ուրեմն մոտ տեղ պետք է լինի լոգիկայով դժվար դες լույսավոր տեղ լինի։ Ամենա անհասկանալին է նա, որ ես դաժե չգիտեմ ինչ չափի տուփ է։ Կուզենամ ես լրամ ժառանգը, ինձ թվում է ինձ տենց խաղը ավելի հետաքրքիր կլինի։ Շունա տակապարկ։ Չէ, ես բուն է։ Չէ։ Էս չեղավ։ Կտա մողեսս։ Տիկին Լիաննա, հեշտ գտակ։ Օգնի։ Տենց ծանր, հա։ Իրական շատ հետաքրքիր է։
Ինչ է կարծում, ինչ է արկղում։ Գանձը 3 միլիոն։ 3 միլիոն։ Ակրաս ֆանտանի լույսը դա սրտի կրակն է, մեջտեղում էպիկենտրոնում։ Так. Это քրքիր կնում։ Բարև ձեզ։ Գտար դու քոնը։ Շատ հակասական հուշում է, ու չեմ կարող գտնել։ Մաղթում եմ հաջողություն, քոնը տենամ երևի օդ կկրակեմ։ Կսպասեմ։ Մի վարքյան, ես տեղ նայել եմ, արդեն հիմա անունը ժամանակ եմ կորցնում։ Վարկածա։ Վիշապս։ Մի հատ էլ վերևով պատտվենք, հուսամ մեջի չեմ ընգնի շատրվանի։ Հարավանից գողանամ գանձեր։ Ես ինչ հեշտ է։ Դու էլի գանձերի հետևից ես։ Միշտ։ Հեշտ էր, հեշտ է։ Բավականին, բավականին։ Վիշապը քեզ լավ հուշեց։ Միշտ։ Այ քեզ բան։ Ինչ ես անում դու գիշերը Իլոնա ջան։ Այդ։ Գասնապաստակ ենք ման գալիս։ Իմ ստեղից դուրս չեմ կարա, չէ՞ գնամ։ Մեկը կարևորը չգիտեմ ինչ չապուտուփա։ Մի քիչ լարվածություն կար բոլորի մոտ, որովհետև զգացվում էր, որ համ երևի մտածում էին իմ պատկերացմամբ, երևի մտածում էին, բա որ իմ մոտ լինի, ես ինչ եմ անելու։ Մեկը ես, որի մոտ լինի, ես ոնց պետքա բոլորին խաբեմ։ Ստեսա լույսերը աշխատում է։ Արդեն եմ ասեն սիրտդ գցում է, բա ինչ պիտի անես, եթե կոմոդ հայտնվի, կամ ինչ պիտի անես, եթե կոմոդ չհայտնվի։ Բունումն էր, օգնեմ։ Խաղանկերոջս գոնե այսքան տանջվեցի։ Հա, վերջապես ավելի հեռու գնայիր։ Պրինցիպի ես մտածում եմ, որ հորիզոն, եթե ասում եմ, կարող է ինչ-որ լավ տեսադաշտ որ ունենանք այդ հատվածում լինի։ Ռիպա։ Ռիպա։ Այո։ Հեշտ գտակ։ Ընդհանրապես հեշտ չեմ գտել։ Արդեն քաղաքից դուրս էի գալի ոտքով, հասկացա, որ ես խալուղությամբ եմ գնում։ Հետ եկա։ Ուր էր։ Այն կողմում էր, բայց ամենածիծաղելին գիտեք ինչն էր, որ ծառի տակ շուն էր պարկած ու մթության մեջ ես իմ տեսողությունը։ Այսինքն գնում է իր վրա հասկացա, որ вообще սունդուկը չի, բայց այն կողմի վրա արդեն ավելի հեշտացավ իմ գործը ու գտա։ Հեստա։ Տեսնենք, այնց իմնա։ Սոֆ։ Սոֆ, ինչ ես կարծում, քեզ Այնքան դժվար եմ գտել, մի քանի անգամ ֆռացել եմ տարածքում, մինչև հուշումը չօգնեց քեզ։ Հուշումը անընդհատ մտքումս վերլուծում էի, բայց իրականում չէ։ Բայց ուղղակի վերջին պահին մի քիչ տրամաբանեցի ու տենց գտա։ Փնտրտուքները բավականին երկար տևեցին, բայց որ ասեմ ինչ որ տենց այդ փնտրտուքների ընթացքում եւ այլն ինչ որ կասկածելի բան զգացի, չէ, որովհետեւ բոլորով գալիս էր նույն սառած էմոցիաներով, որ իմ արկղը դատարկ է, հաստատ մեջը բան չկա, ինքը թեթև էր եւ այլն, այդ առումով ինչ որ տպավորություններ, որ ինչ որ մեկը կարող է արկղի մեջ ունենար գանձը, չեմ ստացել։ Հա։ Հեսեմ չեմ հավատում։ Արիստախելը։ Կամքս կերար, գնացինք։ Իլոնան է եկավ։ Եկավ։ Իլոնան է տասկնա։ Նապաստակը եկավ։ Ստոր ինչ կաստ քեզ։ Հեշտ գտար Իլոնա։ Մի երկու պտույտից, որ պատկերացնեք, ինչքան ծառկա նայել եմ տակը, հետո անցա ջրին, հետո մի հատ է գնացի ծառերի տակ, ընթացքում ընդհանրապես ուրիշինը գտա, որ ինձ պետք է Չվերցրեցիր մյուս ծառը։ ուզում էի թաքցնել, ավելի ուրիշ տեղեր։ Մնացի լավ։ Հոպ։ Թող լինի իմը։ Սա է իմ երեխան։ Արտուրն եկավ։ Ուշանում ես։ Ես ասում եմ տղաներից խենդ ես եկել առաջինը։ Ես ինչա։ Ես իդեալական։ Կտա։ Ահա։ Եվ ուրեմն։ Եվս մեկը։ Բարի գալուս իմաստուն։ Ինչ որ սխալ բան լինի։
Ոչի քարը։ Ցելի մարկերը։ Մենք գրշակեցինք այդ համարը։ Սպասենք պապինին։ Սպասենք։ Դի հեսա, խոր չի տեսել։ Մի ժամը ովքերով պռում եմ չեմ տեսել։ Մեկ րոպե։ Ինչ է տանր սունդուկ ա։ Ում է փարավոնի ժառանգ։ Ում է։ Դաց։ Օ, սունդուչոկ։ Այս կոմը չենք նայել, մի գա այս կոմը նայենք։ Որ խնդրեմ մի հատ լույս կարանք։ Պահենք այս կոմը դեռ չկա, չունենք լույս։ Կա, օքեյ։ Եթե նրանց ստացի, որ 3 միլիոնը իմ տուփի մեջ լինի, պիտի ինձ պահեմ նենց ոնց որ այսօր ամբողջ օրն եմ ինձ պահել իրենց հետ, որպեսզի ինչ-որ կասկածներ չառաջնագործի ինքը սուս մնաց եւ այլն, կարծում եմ էլի առաջի ստրատեգիա այդ կնի, որ ինձ պահեմ այնենց ոնց որ կամ կասկածներ չառաջացնեմ։ Եթե առաջաններ, պիտի փորձեմ շեղամին վրայից, չգիտեմ, ու վրա կգցեմ, բայց մի բան կանեմ։ Էլեն քո արկղը թաց է։ Այո, ես նրան գտել եմ ջրի տակից։ Բա դու ինչ թաց չես։ Ձեռս։ Բավականին չոր ես ջրի տակից արկղանած մարդը։ Ջրից չորա դուրս եկել, Էլենը մենք այդ արդեն հասկացել էինք։ Ոս։ Օպա։ Ու ավելի բաց տեքստ չէր կարա դրածել, ես գնացել եմ այնտեղ ֆրֆռում եմ իմ համար։ Դուք եք Եգիպտոսից։ Վերջապես։ Վերջապես գտավ։ Ես եւ Հյուգոն ենք, որ 30 րոպե մանենք։ Ժողովուրդ, սենց ասեմ, երևի սենց են դառնում մանեկող։ Այդ բաներ եկե։ Հիմա իմ համարը կարա գրեք, պրոֆ եմ ես։ Շուկ դու պրոֆ մանեկող ես, այսինքն հեշտ չգտար։ Չէ, ֆրացի, Շիրակով, Գյումրիով, բանով, ֆրաց։ Որս է։ Վերցնեմ, հա, օրը։ Հասկացա, մեռած լույս, այսինքն պետք է ներքևը լիներ։ Ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ։ Չենու բան չկա, պապին։ Ոչ շնորհավոր։ Շնորհակալ եմ շատ։ Հուսամ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես կամ հանգստում եմ սա։ Շնորհակալություն շատ։ Ես պապին, տուփդ դիր։ Այո, տուփը, ըհը։ Տորցդ կտամ քեզ։ Ըհը։ Լավագույն բարեմաղթանքներով կարծում եմ այս ծնունդդ հաստատ կհիշես։ Միանշանակ։ Երկար, պապի։ Դուք գտաք ձեր ճակատագիրը, բայց արդյոք դա էր ճիշտ ճանապարհը։ Այս գիշեր դուք չեք իմանա թե ում մոտ է գանձը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեզնից որևէ մեկի ձեռքերում այն արդեն կա։ Տուփերը տեղափոխեք սենյակներ։ Երբ գիշերն իջնում է, ոչ ոք չգիտի, ում է պատկանում լույսը։ Այս գիշեր նրանցից մեկն արդեն ժառանգ է։ Բայց ով է նա։ Այս գիշեր ծնվեց ժառանգը, նա արդեն գիտի ճշմարտությունը, մյուսները դեռ որոնում են այն, բայց վաղը երբ արևը ծագի, նա պետք է ստի ու ուրանա, որ կարողանա պահել գաղտնիքը։ Արդյոք փարավոնի ժառանգը խելացի ու խորամանկ կգտնվի այնքան, որ կարողանա հեռացնել խաղից այն մասնակցին, ով կլսի ճշմարտության ձայնը ցածր։ Փարավոնի գանձը երբեք մեկին չի պատկանել։
Այն պատկանում է նրան, ով կարողանում է պատրանք ստեղծել ու գաղտնիք պահել։ Իսկ այդ գաղտնիքն արդեն գոյություն ունի։